Խաղություն Աստծաժողովուրդ։ Խաղություն։ Աստված շատ օրհնի բոլորիդ։ Մեզ հարց են ուղղել ռուսերեն։ Այդ առաջինը չի ինձ թվում մի քանի։ Եղել, հա։ Հայերեն մի քիչ դժվար է։ Здравствуйте, Аркадий. Нашел ваш канал. Но жаль, что больше не снимаете с переводом. Можете объяснить երկրորդ Թեսաղոնիկեցիս глух երկրորդ. Глава 2. Если не затруднит. Ехիկիս է, այրեն կարծացիքես է ռուսել։ Ես էլի երկրորդ գլուխը ամբողջապես էլի շատ ամեկնելու համար էլի, որտեղ ամեն մի կետը ունի նշանակություն։ Երևի նկատի ունի անօրինության մարդու մասին, հա, այդ գլուխը հենց կակրած այդ մասին, հա։ Կորստի որդին անօրինության, լավ, կարդամ ամենքի շինության համար, սիրելի հաստվող, սիրելի Աստծո ժողովուրդ, շատ կարևոր թեման է, թեև Աստվածաշնչի ամեն մի խոսքն ամեն մի կետն էլ կարևոր է, շատ կարևոր է։ Եթե հասկանանք, եթե չհասկանանք կարևոր չի, լավ չեմ հիշում, էտի կամ, բայց եթե քո մեջ, քո կյանքն է, դա շատ կարևոր է։ Որտեղ կյանքի ընթացքում մարդ կարա մի անգամ սխալվի ու այդ մի անգամվա սխալը դառնա իր համար ճակատագրական։ Դրա համար Աստվածաշունչը ամբողջ Աստծո մարմինն է, Քրիստոսի մարմինն է։ Մենք չենք կարա մարմնի կեսը ճանաչենք, հասկանանք, կեսը չէ, կեսը ընդունենք, կեսը չէ, չի ամբողջը, միտքը, խորությունները, հիմքը պետք է մենք ճիշտ հասկանանք ու ճանաչենք։ Լավ, կարդամ սիրելի հաստվող, Մելանյան ճիշտ նկատեց անօրինության մարդու մասին այս ամբողջ գլուխը։ Կարդամ ու մեկնենք, լավ, առաջի խոսքից կարդում եմ երկրորդ գլուխ առաջի խոսքից։ Աղաչում եմ ձեզ եղբայր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան եւ մեր նրա մոտ ժողվելու համար, որ դուք շուտով չշարժվեք ձեր մտքիցը եւ չզարհուրեք ոչ հոգով եւ ոչ խոսքով եւ ոչ թղթով իբրև թե մեզանից գրված, որպես թե Քրիստոսի օրը եկած հասած լինի։ Մեկը չխաբե ձեզ ոչ մի կերպով, որովհետև նա չի գա, եթե առած չգա ապստամբությունը։ Քրիստոսը չի գա, մինչև ապստամբությունը չգա։ Եվ հայտնվի անօրինության մարդը, կորստի որդի, այն հակառակորդը, որ գոռոզացած է այն ամենի վրա, որ Աստված կամ Աստծո պաշտոնյա է անվանված, մինչև որ նա Աստծո տաճարի մեջ իբրև Աստված նստի եւ իր անձը ցույց տա, թե Աստված է։ Լավ, մինչև ստե կարդամ, հետո կշարունակենք։ Ոչ ոք ձեզ չխաբի, ստե Պողոս առաքյալն ասում, մեզ ասում այսօր, ամեն մի հավատացյալի, ամեն մի եկեղեցու ուղղամասա, ձեզ ոչ ոք չխաբի, չի գա Քրիստոսը, մինչև անօրինության մարդը չգա, մինչև ապստամբությունը չգա։ Այսօր աշխարհի մարդիկ Մելանիա, շատերը մտածում են, որ դիները կա, Երուսաղեմի տաճարի մեջ պիտի նստի, իրանք կարծի Աստված եւ այլ։ Սա մարմնավոր երևակայություն է, որովհետեւ չի համապատասխանում Աստծո խոսքին գրվածին, հոգուն, Աստծո հոգուն չի համապատասխանում։ Ես շատ հավատացյալներից եմ լսել, որ ասել են ները Հիտլերն էր, դրանից հետո ները Գորբաչովն էր, ճակատին նշան կա, բակերված է, ասենց այնց։ Էդ էլ անցավ, այսօր մի ուրիշին են ասում, ները սա է, վաղը մի ուրիշին են ասելու, եւ այտենց էլ ինչքան, ները պիտի գա, եկավ ու անցավ, ոչ, այս մարմնավորը ուղղակի խապուսիկ բան է, որը սատանեն մարդկանց շեղելու համար, մեկին նմանության պես մեկը հենց մի մարդ է տենա, որ զուգադիպում Աստվածաշնչյան ինչ-որ մի տեղի, սկսում են իրանց ոգևորված, ասենք արտահայտվելը, բայց հետո որ չի ստացվում, իրանց ասածը սխալ ալնում, սկսում են շրջանցել, անցնել կամ մոռանալ այդ մասին։ Սեր չի Աստված կյանքը, Աստվածաշունչը հոգի է ու կյանք, սիրելի քույրս եւ եղբայրս։ Ով է լավ անօրինության մարդը, ինչա ապստամբություն է, ինչ ապստամբություն պետքա գա։ Նոր Քրիստոսը գա։ Տեսեք, մինչև մեր մեջ, քո մեջ, ամեն մի հավատացյալ մարդու մեջ ապստամբություն չլինի, չարի դեմ։ Խոսքը գալիս է, Հիսուս Քրիստոսի խոսքը մեր մեջ ունենք, մարմնավոր խոսքը եկել է մեր մեջ։ Աստվածաշունչը կարդալուց մարմնավոր մենք հասկանում ենք, որ չի կարելի օրենքները ասու ամեն մեկը գրված է։ Այս
օրենքների դեմ, օրենքները մինչև ապստամբություն մինչև դուրս չգա մեր մեջ։ Այսինքն լավ, տեսեք, ասես ասեմ օրինակներով, որ հասկանալի լինի։ Ես գողությունով ապրել եմ։ Գողություն եմ արել աշխատանքի վայրից, միշտ տունը բերել եմ, ինչ որ բան եմ գողացել բերել, որպեսզի ընտանիքս պահեմ։ Միշտ սուտ եմ ասել իմ շահի օգուտի համար։ Միշտ բամփասե դադել եմ չար մարդկանց։ Մի խոսքով, սե չարունակ։ Երբ որ ասու խոսքը ես լսում եմ, արդեն իմ մեջ ծնվում է ապստամբություն դրանց դեմ։ Այսինքն այդ չար մարդիկ, չար հատկությունները, то есть գողությունը, սուտ ասելը, դատ բամփասանքը ապստամբում են ասու խոսքի դեմ։ Ապստամբություն են անում ու անօրինության մարդն է դա։ Հենց ես զգում եմ իմ մեջ անօրինության մարդը հայտնվել է, ապստամբում ասու խոսքի դեմ։ Այդ ժամանակ ասма նոր կգա Տերը երկնքից, հոգին կգա նոր քո մեջ։ Ու կհաղթի այդ ապստամբության մարդի շարունակության մեջ հեսա կարդանք այդ մասին ատալի։ Հասկանալի եղավ, չէ՞։ Ես մինչև չհայտնաբերեմ իմ մեջ անօրինության մարդուն, ես որ կան, ես չեմ դատեմ, չմտածեք շատեր ասում են, մի դատի քո մասին խոսասեց կոմենտարիաներ են գրում։ Կան մարդիկ, հոգևոր մարդիկ, որ դատեմ, բամփասեմ, եկեղեցուց վռնդում են դուրս են եղբոր մասին չարախոսում են ու ասում են ճիշտ ենք անեմ, Աստվածաշնչով ենք անեմ։ Նրանց մոտ ապստամբություն կա, ապստամբության մարդն է, բայց այս մարդկանց մոտ, որ դատեմ, բամփասում են, ապստամբություն են անում, հայտնված չէ այդ անօրինության մարդը։ Նրանք դատեմ, բամփասում են, բայց չեն հասկանում, որ դա սխալ անօրինության մարդն է դա։ Իսկ այն ժամանակ, երբ որ կհայտնաբերվի անօրինության մարդը, կգա անօրինության մարդ իրանք կտենան, որ անօրինություն են անում, այդ ժամանակ Տերը կգա, Տիրոջ հոգին կգա։ Մինչև սիրելի քուրս եղբայրս, ես դու բոլորս չարություն անելուց, մինչև ես չհասկանամ, որ դա չարություն է, չեմ կարող ապաշխարել այդ չարությունից։ Անօրինության մարդը, մեր ներսի մարդը հենց սա է։ Հին Ադամն է, որին պետք է հայտնաբերենք։ Հասկացա՞ք, չէ՞, Մելան, հասկանալի է, չէ՞։ Հակառակորդը, տեսեք, այն հակառակորդը, այսինքն ում հակառակորդը, ինչին հակառակորդ, Աստծո խոսքին, ճշմարտությանը հակառակորդը։ Ես պետք է տեսնեմ, երբ որ դատում եմ ես եղբորը, Աստծո խոսքին հակառակեմ ես, թե կողմ եմ։ Աստված ասում է՝ մի դատա, դու ես նույնն արերեք։ Դու չգիտես վաղը ինչ կանես։ Մի դատա, դա հակառակ է ինձ հետ քո դատելը, դատավորն Աստված է։ Ու հայտնաբերվեց իմ մեջ արդեն։ Ես հասկացա, որ դա Աստծուն հակառակ է։ Հակառակորդն ասեմ, չէ, վադնա, դադա, չէ, վադնա, սենց արա նրան, վադն արա, վադին վատ հատուցանի։ Դա հակառակորդն ասեմ։ Արդարության հակառակորդը, որը նորից եմ կրկնում, ու նորից միշտ կրկնում եմ, մեր մեջ է, բոլորիս մեջ է դա կատարվում։ Մենք պետք է հաղթենք այդ հակառակորդին, նոր սրբության հոգին գա մեր մեջ։ Տեսեք, եւ հակառակորդը, որ գոռոզացած է այն ամենի վրա, որ Աստված կամ Աստծո պաշտոնյա է անվանված։ Բայց ես Աստծո պաշտոնյա եմ։ Բայց ես թույլ տամ, որ ինքը մտնի եկեղեցին քանդի կամ մոլորեսնի, կամ ես ոնց չասեմ իրա վատը, որ ինքը վատն է, ոնց չասեմ վատը։ Տեսեք, Աստծո պաշտոնյա է անվանվում այդ հակառակորդը։ Աստծո անունով եմ անում իրան, Հիսուսի անունով գցում եմ դուրս իրան, կամ արգելում եմ, դատում, բամփասում եմ, չարախոսում եմ, չեմ ներում, որտեվ ինքը մեղավոր է։ Հիսուսի անունով դա չեմ անում, որտեվ ինքը մեղավոր է։ Տեսեք, Աստծո պաշտոնյա է անվանվում այդ անօրինության մարդը։ Անօրինությունը անեմ ու իրան համարում է, որ մտում Աստծո համար անում։ Անօրինության Աստծո պաշտոնյա է մտում ինքը։ Մինչև որ նա Աստծո պաշտոնյա, մինչև նա որ Աստծո տաճարի մեջ իբրև Աստված նստի եւ իրանձը ցույց տա թե Աստված է։ Սա էլ է սիրելի քուրս եւ եղբայրս, հպարտության մի ձև ամեն մի մարդու մեջ, որ մենք երբ որ մի շնորհք ենք ունենում Աստվածանից, լավ երգելու, լավ քարոզելու, լավ ասենք ճարտար լեզու ունենալու, հայտություններ ենք ստանում Աստվածաշնչից, սա ամբողջությունը չի, սա սկիզբն է, սա ճանապարհն է դեպի Աստված։ Բայց երբ որ այդքանը մենք ունենում ենք, արդեն հպարտանում ենք։ Աստծո տաճարն ենք նստում, իմասածն է, պետք է սենց լսեք։ Աստված ինձ է ուղարկե մարգարե, դուք պետք է իմ ասածով լսեք։ Աստված ինձ ասեց, որ սենց անենք, Աստծո աթոռի վրա նստում իրան Աստված է կարծում։ Եթե մեր հետ չի եղել կլինի անպայման։ Եթե եղել է մեր հետ,
թող հայտնվի մեր մեջ, մեր իմաստության մեջ հայտնվի այդ անօրենությունը, որ եղել է մեր մեջ, ու այդ ապստամբության որդուն պետք է Տիրոջ հոգիով այս շարունակության մեզ կաշենք, որ պետք է հաղթենք դրան։ Եվ Պողոս առաքյալն ասում է, չեք հիշում, որ քանի որ ձեզ մոտ էի, այն բաներն ասում էի ձեզ։ Այսինքն խոնարհության հոգին Պողոս առաքյալը, երբ որ մեր մեջ ալնեմ, այդ բաներն ասում է մեզի, բայց երբ որ խոնարհության հոգին մեզանից հեռանում է, չէ՞, մենք երբեմն խոնարհ ենք ալնում, երբեմն մի հատ պահագալի հպարտանում ենք, խոնարհությունը հեռանում է մեզանից կարծես։ Երբ որ խոնարհության հոգին Պողոս առաքյալն ասում է, ձեզ հետ էի, ասում էի այդ բաները ձեզի, որ չի կարելի, ինչ ես անում, Աստվածա դադավորը, մի դադի, դա խոնարհության հոգին ասում մեզ։ Տեսեք, ասում է, չեք հիշում, քանի որ ձեզ մոտ էի, այս բաներն ասում էի ձեզ։ Եվ հիմա գիտեք, այն որ խափանում է, որ նա իր ժամանակին հայտնվի, որովհետև անօրենության խորհուրդը արդեն զորանում է, միայն թե մինչև որ մեջտեղից վեր առնվի այն խափանողը։ Այն խափանողը մեջտեղից վեր առնվի, մինչև այդ մտքերը, այդ հասկացողությունը, այդ հպարտությունը մեր մեջտեղից վեր առնվի, այդ անօրենության մարդը ասեց ասած։ Եվ այն ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տերը կսատկացնե իր բերանի հոգիովը եւ կխափանե իր գալստյան հայտնությունովը։ Իր բերանի հոգիովը, հասկանում եք, հոգին, Սուրբ հոգիովը կխափանի, կսատկացնի իր հայտնությունովը, հենց Տերն ով է, Հիսուս Քրիստոսն ով է, սեր է Հիսուս Քրիստոս, Աստծո որդին Աստված է ինքը։ Երբ որ հայտնվի մեր մեջ հոգևոր ինքը հայտնվի մեր մեջ, նա կսատկացնի այդ անօրենության մարդին, նա կվերացնի, կխափանի այդ անօրենությունը մեր միջի, որի գալը սատանայի ներգործությունիցն է ամեն զորությունով եւ սուրբ նշաններով եւ հրաշներով եւ անօրենության ամեն խափեություններով կորուսյալների մեջ, փոխանակ նրա, որ ճշմարտության սերը չընդունեցին, որ ապրեն, եւ նրա համար Աստված մոլորության ներգործություն կուղարկի նրանց, որ հավատան ստության։ Իսկ այն մարդիկ, այդ անօրենությունը, այդ հասկացողությունը, եթե մենք չխափանենք, այսինքն Տիրոջ հայտնությունով չխափանենք դրան, Տիրոջ նրանք, հասկանում ես, կնշանակի, որ ես չեմ ընդունում Տիրոջը։ Քանի որ, ասում է, չընդունեցին Տիրոջը, Տերն էլ մոլորության ոգի տվեց նրանց։ Հռոմեացիների մեջ ավելի պարզ գրված այդ մասին։ Այսինքն, ստեղից մենք ինչ ենք հասկանում, սիրելի հարցնող, որ մենք պետք է գիտակցենք ու հասկանանք Տիրոջ խոսքը, որպեսզի մեր մեջ հայտնվի անօրենության մարդը։ Թե չէ անօրենության մարդը ծածկված է։ Մեր մեջ անօրենության մարդը պաղկված է, մենք չենք տեսնում իրան։ Անում ենք անօրենություն, բայց չենք հասկանում։ Գիտենք, թե տես պետք է լիներ։ Իսկ եթե Տիրոջ հոգին, Տիրոջ բերանի հոգին, Տիրոջ զորության հայտնությունը, որն է Տիրոջ հայտնությունը, այն աստվածաշնչյան հայտնություններն են, որ մեր մեջ հայտնվում է մեր մտքի մեջ։ Հենց հայտնությունը գալի Տիրոջ հայտնությունն ենք մենք ստանում, արդեն անօրենության մարդուն տեսնում ենք, որ ինքը անօրենությունն է, ու այդ Տիրոջ հայտնությունով անօրենության մարդու խափանում ենք արդեն։ Չենք թողում, որ գործի մեր մեջ։ Այս խոսքը մի հոգու մասին չի, ոչ թե Թեսաղոնիկեցիների եկեղեցու մասին է, այս խոսքը այսօր ամեն մի հավատացյալի մասին է։ Ամեն մի հավատացյալի ներսի աշխարհի մասին է։ Չէ՞ որ մեր ներսն է պետք բրկել, то есть մեր ներսն է պետք մաքրել, սրբել։ Եթե մեր ներսը սրբվեց, մեր դուրսը մաքուր կլինի։ Եթե մեր ներսը անօրենության մարդը պաղկված է, մեր դուրսը մեկը դադելու ենք, բամբասելու ենք։ Տիրոջ հայտնությունը այսօր պետք է։ Հիսուսն ասաց գնացեք ողոնդակ աշխարհով մեկ քարոզեք արքայության ավետարանը։ Ասեք, խոսացեք, այս իմաստությունը, գիտությունը երկնքի արքայության տվեք իրանց։ Որտեղ այդ հասկացողությունը, այդ ձեր քարոզը, որ ընդունեն, իրանք անօրենության մարդուն կսպանեն իրաց մեջ։ Իրանք կհասկանան չարն ու բարին, որ սխալ են անում, ու այդ հայտնությունով իրանք կսպանեն այդ սխալներին, կվերջացնեն այդ սխալները իրաց միջի, ու կստանան ապաշխարություն աստվածաշնչյան լեզվով ասած, ու իրանց արդեն մոտ կլինի երկնքի արքայությունը, փրկությունը այսինքն։ Չգիտեմ շարունակությունը կարդամ նրան, թե դե շարունակությունը նույն բաներն է կարծես կրկնում, նույն բանն է ժամանակի առումով երևի վերջացնենք, այսքանով ինձի թվում է հենց այս էր ձեր հարցի բուն նպատակը, թե ով անօրենության մարդը, երբ պետք է գա, երբ պետք է նստի տաճարում, իրան Աստված կարծի,
չի գա սատանեն, բոզով պոչով նստի Երուսաղեմում ասի, ես անօրինության մարդն եմ, մարդիկ էլ տենան դրան, որ նոր հավատան, նոր աշխարհի վերջը կա, նոր ես։ Սրանք ինքնահնար կրոնքներ են, երեքորից եւ եղբայրս։ Քանի դու կաս, քանի դու կենթանի ես, քո մեջ այս ամենը անընդհատ կատարվում է։ Կատարվելով ընթացքով դու գնում ես դեպի սրբության։ Փառքից ես գնում երկրի վրա։ Սա է մեր նպատակը։ Հիմա ինչ հասկացանք այս խոսքից, այս գրքից, այս հարցից։ Հասկացանք այն, որ մենք մեր մեջ հայտնաբերենք Տիրոջ գալստյան հոգիով անօրինության մարդուն։ Մինչև անօրինության մարդը չհայտնվի մեր մեջ, չհայտնաբերենք մեր մեջ, Տերը չի գա։ Տերը չի գա։ Ես իմ ուժով օրենքը կպահեմ, երբեմն կսխալվեմ, ես իմ խելքով, իմ հասկացողությունով կդադեմ, կբամփասեմ, չար բաներ կանեմ, ըստ Աստվածաշնչի, ըստ գրվածի, հասկանում եք սիրելի քուրիս եւ եղբայրս։ Բոլոր հավատացյալները ըստ Աստվածաշնչի են անում։ Եհովայի վկաները, որ ասում են կյանքը երկրի վրա անելու, ըստ Աստվածաշնչի են ասում, գրված է դա Աստվածաշնչի մեջ։ Որ ասում են Հիսուսը մարդա, ըստ Աստվածաշնչի են ասում, մարդու որդին կգա, ինքը իր համարելա վկա է։ Բայց անօրինության մարդը հայտնված չի իրանց մեջ, ոնց թե ճիշտ է Հիսուսը մարդ է, մարդու որդին է, որտեղ այսօր իմ մեջ ես մարդու որդի եմ, բայց Հիսուսն է իմ մեջ, ես Աստծո կերպարանք ունեմ, Աստծո որդի եմ նաև։ Եմ Աստծո որդի, որտեղ Աստծո որդին իմ մեջ է։ Այս տարբերությունները, այս Տիրոջ հայտնությունները արդեն ինձի սպանում է այդ հայտնություններին, որ չէ Հիսուսն Աստված է։ Աստված չէր։ Եթե Աստված չէր, մենակ Աստված կարա մեղքերի թողություն տա։ Իսկ Հիսուս նայեց, եթե ուզում եք իմանալ, որ մարդի որդին իշխանություն ունի, որն է ձեզ հեշտ ասելը, վեր կաց քայլի, թե ձեր մեղքերը ներված է։ Մարդու որդի էր ինքը։ Մայրամի որդին էր ինքը, Հոսեփի որդին էր ինքը մարմնով էր գործում, բայց իր ներսից Աստված էր գործում, Աստված էր անում, ինքը Աստծո որդի էր։ Այս տարբերությունը, որ մենք հասկանանք, չէ, անօրինության մարդը մեր մեջ կխափանվի։ Էլ չենք դատի, էլ չենք բամփասի, հակառակը ու կլինի աշխարհի վերջը։ Ու գտնի մեր հին աշխարհի վերջը, մեր մեղքի աշխարհի վերջը, ամեն մի մարդու ներսի մեղքի աշխարհի վերջը։ Ոչ թե սպասում են աշխարհի վերջը, այ հեսա, հատոմայի զենքը կոկո, հեսա իսկույստվեն ինտելիգենտները գրվածը կատարում, հեսա սենց, ու տենց շարունակում է, ես փոքր Հա, ես երեխա ժամանակվանից միշտ լսել եմ, հեսա կլնելու է, հեսա էսի թվին, ու շարունակվում է։ Տերը չի ուշացնում իր խոստումը։ Դու անօրինության մարդուն հայտնաբերա, խափանա դրան Տիրոջ հոգիով զորությունով, քո աշխարհի վերջը կգա։ Որտեւ Աստծո խոսքը երեք այսօր հավիտյան նույնն է, Աստված երեք այսօր հավիտյան նույնն է։ Աստված երեգելա խափան է աշխարհի վերջը այն սուրբերի մեջ։ Այսօր էլ է այս սուրբերի մեջ խափանում աշխարհի վերջը, վաղն էլ է այդ սուրբերի մեջ իր հին աշխարհի վերջը խափանելու։ Աստված նույնն է։ Իսկ մենք սպասում ենք այդ մի օրվանը։ Ես այսքան ասում եմ ինչի համար, որ դադարենք մարմնավոր մտածելուց, երեքորից եւ եղբայրս։ Տերը օգնի ձեզ, մելան երևի այսքանը։ Աստված քեզ շատ օգնի։ Հասկանալի, եթե նորից հարցեր կառաջանան, գրեք։ Անպայման։ Աստված օգնի ձեզ կրկին անգամ երեք խաղ։ Տերը օգնի ձեզ։